Պարոն Պողոսյան, Ալիևը հայտարարում է, որ միջազգային իրավական նորմերը չեն գործում եւ ամբողջ գործունեությունը դրա հիման վրա է անում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մինի տարբերակը անում է Հայաստանում։ Ըստ էության ոտնահարում է սահմանադրությունը, օրենքները, խնդրում եմ գնահատեք այս սինխրոն աշխատանքը։ Իրենք որ սինխրոն են աշխատում, կարծում եմ որևէ անկողմնակալ մարդու մոտ այլ տպավորություն չի կարող ստեղծվել, դա իրականություն է, Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են աշխատում։ Ալիևը ճիշտ է այն առումով, որ այո, հիմա միջազգային իրավունքը այլևս չի աշխատում։ Եվ ընդհանրապես միջազգային իրավունքի աշխատելու համար պետք է լինեն նախապայմաններ։ Նախապայմանը մինչ այժմ, մինչ մի քանի տարի առաջվա դրությունը եղել է 1945 թվականից հետո ստեղծված աշխարհակարգը, որը 91 թվականից հետո սկսեց էրոզիայի ենթարկվել եւ այժմ արդեն փլուզվել է։ Հետևաբար այն միջազգային կարգը, միջազգային իրավունքը, որը հիմնադրվեց 1945 թվականին ՄԱԿ-ի կանոնադրությամբ, այլևս չի աշխատում։ Եվ քանի որ միջազգային հարաբերությունները կարգավորվում են ոչ թե միջազգային իրավունքով, այլ պետությունների ուժով, այդ առումով ցավոք սրտի Ալիևը ճիշտ է։ Հիմա անդրադառնանք Փաշինյանի ասածին եւ Փաշինյանի գործելակերպին։ Փաշինյանը ըստ էության ընդունում է, որ Հայաստանը պարտվել է, ինքը իբր թե խաղաղություն է հաստատել, բայց խաղաղություն է հաստատել ում հետ։ Մի պետության հետ, որը չի ճանաչում որևէ միջազգային իրավունք եւ որը առաջնորդվում է միայն ուժի, ուրեմն թելադրանքով։ Հետևաբար այդ պարագայում Փաշինյանը ըստ էության հայ ժողովրդին ասում է, որ մենք հպատակ ենք, մենք պետք է հպատակվենք եւ ցանկացած այլ իրավիճակում, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, պատերազմ է լինելու։ Սրանով Փաշինյանը ըստ էության ընդգծում է, որ ինքը դարձել է ադրբեջանահպատակ ու թուրքահպատակ եւ նույնը առաջարկում է հայ ժողովրդին։ Սա է ցավոք սրտի այն իրավիճակը, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Եվ ինչպես կգնահատեք այս առումով եկեղեցու դեմ կատարվում։ Բնականաբար այն ամենը, ինչը որ նրա կողմից կատարվում է, ազգային արժեքների ոչնչացմանն են ուղղված։ Իսկ մեր ազգային արժեքների մեջ, մեր հոգևոր կյանքում հայ առաքելական եկեղեցին առանցքային դեր է կատարել։ Պետականություն չունեցող ազգի համար այդպիսի մի առաքելություն, որը որ իրականացրել է մեր ազգային եկեղեցին, ես դժվարանում եմ այլ երկրների մոտ մտաբերել եւ հետեւաբար ցանկացած քայլ ազգային եկեղեցու նկատմամբ դա ոտնձգություն է մեր ազգային ինքնության դեմ եւ այդ առումով միանշանակ է, որ Փաշինյանը իր առջեւ դրել է հստակ նպատակ սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության ընդունումով, որով որ ինքը մեր բոլոր համազգային նպատակները եւ ազգային կառույցները դնելու է հարցականի տակ։ Վստահ եմ, որ հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ որևէ հիշատակում այդտեղ չի լինելու, համազգային նպատակները, որոնք ամրագրված են մեր սահմանադրության նախաբանում, այդ ամենը վերացվելու է։ Սկզբից դրա մասին խուսափում էին այդ մասին խոսել, հիմա արդեն բաց տեքստով ասում են, որ պետք է հրաժարվել Հայաստանի անկախության հռչակագրի վերաբերյալ հղումից եւ իբր դա տանում է Հայաստանի կործանման, լրիվ հակառակը։ Եթե որևէ ազգ, որևէ ժողովուրդ հրաժարվում է իր ինքնությունից, նա դատապարտում է իրեն կործանման։